Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեզ սիրելի հայրենակիցներ, հիմա ես գտնվում եմ Սարյան փողոցի սկզբնամասում, այսինքն Մաշտոցի պողոտայից, որ գալիս ենք Սարյան, եւ այս հատվածը տեսնում եք, որ անցյալ տարի քաղաքային իշխանությունը վերանորոգել է, նորովի կառուցել է։ Հիմա եկեք քննարկենք սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, արդյոք իրենց կատարած աշխատանքը արդյունավետ էր, իրենք իրենց ցանկությունների մեջ անկեղծ են թե ոչ, եւ վերջապես գանք այսօր ամենացավալի խնդիրներից մեկին բնապահպանական խնդիրներին։ Բեգոյան, քո գործը թողած, որ սաղ օրը Facebook-ում սրտիկներ ու լայքեր ես դնում, դրա փոխարեն փողոց դուրս արի, գիտակցի, որ շենքից լավ հեռու է այս հատվածը, ու լուսաթափանցելիության խնդիր չկա, եւ այստեղ հանգիստ կարող ես ծառերի տեղ թողել։ Նայեք, սիրելի հայրենակիցներ, մի ծառից մինչև մյուս ծառը այն պարագայում, որ սա համարվում է մեր տուրիստական փողոցներից մեկը։ Երբ որ այս փողոցը վերանորոգում էին, քաղաքային ապիկար իշխանությունը պետք է գիտակցեր, որ այստեղ կարելի է օրինակի համար ծառերի տեղերը թողել։ Այսինքն բացում են իրանք մոտարապես քառակուսի մի հատված, որտեղ իրենք ծառ պետք է տնկեն։ Մյուս կարևորագույն խնդիրը դա ես ասում եմ որպես ջրաշինարարի որդի։ Այսինքն իրանք պետք է գիտակցեին, որ ոռոգման համակարգը պիտի կառուցեին, ոռոգման համակարգից հետո նոր մտածեին տոմետների ու փողոցների մասին։ Հիմա եթե իրենք շարունակենք բարձրանում ենք, տեսեք, այն ծառից միջև մեր հաջորդ ծառը մոտավորապես առնվազն աշկաչափով, եթե մենք նայում ենք, մոտ 50 մետր է։ Այսինքն նվազագույնը 1 2, 3, 4 ծառ կարող են իրանք տնկել։ Նիկոլ Փաշինյան, իմ հարցը ձեզ շատ ուղիղ, երբ որ այս քաղաքային իշխանությունը այս փողոցը վերանորոգում էր, տոմետները տեղադրում էր օրինակի համար, իրանք չէին գիտակցում, որ այստեղ մի ոռոգման համակարգը սկզբից քաշեն, ոռոգման համակարգից հետո ծառերի տեղը պետք է թողնեն։ Առնվազն իրանք արդեն 2 տարի ծառ տնկած պիտի լինեին, հետո նոր դրանից հետո իրանք տոմետները շարեն։ Մենք նայում ենք, որ հաջորդ մյուս պրալյոտ այսպես ասած որ կա ծառերի, հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, առնվազն 100 մետրից ավել է։ Տեսեք, Թումոյան փողոցին եմ ես ուզում հատուկ անդրադարձ կատարել, որտեղ ծառերը տնկեցին բրծան, հիմա նորից քանդում են, փողոցը սարքել են, ոռոգման համակարգ են քաշում։ Դե տեսնում եք, մեր քաղաքացիներն են միանում, որ ասողին լսող ապեր, իրոք այտենց է, չի ասնում այս մարդկանց մոտ, սրտացավություն չկա։ Ուրեմն այսքան տեղը նայում եմ, ընդ մի հատ հատված կա 150 մետրի վրա, մի հատ տեղ չեն թողել, որ ծառ։ Ինչին է պետք իրաց։ Իրաց պետք չի։ Դե հա, եղա ծառերը կտում են, որ ծառ, նայեք, ընդ 4 հատ ծառ կա, կախվեն ու չեն հանի երկուսը։ 4-ը չեն կտրի։ Այո, ես շարունակեմ, տեսեք, նաև մեր քաղաքացիների վրդովմունքը կա այս ամբողջի մեջ, որտեղ քաղաքացիները արդարացի ձևով իրենց վրդովմունքը արտահայտում են։ Իսկ քաղաքային իշխանությունը նկատեցիք, որ ամբողջ այդ հատվածը մեկ աղբաման չկար։ Սիրելի երևանցիներ, մենք ֆիքսում ենք, որ արդեն հասել ենք Ամիրյան փողոց պրոսպեկտից եւ մեկ աղբաման տեղադրած չկա։ Ես նաեւ դատապարտում եմ մեր այն քաղաքացիներին, ովքեր բերում են իրենց աղբը, թողում են աղբամանի մոտ։ Ժողովուրդ, չի կարելի, ձեր աղբը շպրտեք աղբամանի մեջ։ Անկեղծ չի կարելի, էլի անթույլատրելի է։ Կանրել է, էլի որ վերցնեմ։ Ականատես ենք լինում, որ չորացած ծառեր կան։ Այս ծառը, չորացած ծառ։ Բեգոյան, այ Բեգոյան, գլխի չկպնի, ես ծառը խիչ ես կտրում չորացած ծառը։ Սրա տեղը բեստեղ 2-3 հատ ծառ տնկի։ Մի փոքր տեղը անդրադառնում եմ նստարաններին, քանի ձևի նստարան են դրել։ Երևանի կենտրոնն է, Սարյան փողոցն է, էսի։ Իրանք պետք է սա միանման անեն, չէ՞ մինիմումը։ Մինիմումը միանման պետք է հանեն, էլ։ Հիմա ես մյուս նստարանը նայեք։ Նայեք, ընդեղին ուրիշ էր, էսի ուրիշ է, սա գնում ես ընդ մի հատ երկաթից նստարան են տարել։ Ոնց որ զատիկից զու լինի։ Ստեղ էլ էս հատվածը կներեք երեխեք։ Ստեղ բիչոկների համար է ծառայում, որովհետև մի հատ աղբաման չկա։ Մի հատ աղբաման որ բերեն դնեն էս ոչու բարովները, ստիպված բիչոկների տեղ չի ծառայ էս ամենը։ Հիմի նայեք, բարեփոխված տրանսպորտն ու սրանց կանգառները։ Սրանց կանգառները նայեք։ Սուրեն Գրիգորյան, իմ հերոս, այստեղ էլ է։ Ես օրինակ հիմի խոսում եմ նաև քաղաքապետի ու քաղաքապետի հետ, այս ձեր կանգառը կպնի ձեր գլխին։ Էսի կանգառ, հա։ Հիմա իմ հարցը ժողովուրդն է, Նիկոլ Փաշինյան, էսի կանգառ, հա։ Լավ որ անձև եկավ, այս խշմարտիկ որն են կանգնելու։ Չէ նորմալ է այս երևույթը։ Այս քաղաքի կենտրոնում Սարյան փողոցում այս ֆանտաստիկ ԿՊ-ի կանգառներն են, ժողովուրդ։ Ես քայլում եմ Սարյան փողոցում, որը համարվում է տուրիստական կենտրոն, հասկանում եք, ու այս փոքրիկ փողոցի վրա ինչքան խնդիրներ եմ ակնհայտ լինում։ Եկանք հասանք այս մայթի կեսը։ Գալիս աստ է ժողովուրդ ջան, այս էլ մյուս մայթը կարող են մի փոքր ցեկություն տալ,
մի փոքր թեկություն տալ եւ այս խնդիրը չլիներ։ Բայց էս էլ է սան, ժողովուրդ, Տիգրան Ավինյան, կասես քաշում են, պոկում են։ Հիմի sense այս տոմատները ինչքան են ծառայելու։ Հարց եմ տալիս քեզ։ Sense սաղ կգնեմ ծերի ծեր կքանդեմ։ Գետինը մտնեք ավելի լավ, արա։ Sense բան է սարքում։ Այս քանի տարի է ծառայելու։ Մի տարի չկա որ էսի տեղադրել են, մի տարի սիրելի ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյան, այս մեր հերոս հարկատուների փողերով որ sense մսխում են ու sense թքում կպցնում են։ Էս չէ սրանք։ Հետո նեղանում են, ասում են ինչի համար, այն ձեր տոմատներն է։ Այն ձեր տոմատներն է։ Հիմա շարունակենք։ Զատիկի ձու է այս Երևանի փողոցները։ Այսինքն մի փողոցի վրա կարճտեղը 3 տարբեր ձևի նստարաններ կա։ Նկատեցիք որ աղբաման չկա, սիրելի ժողովուրդ։ Մենք եկի հասել ենք արդեն Արամի փողոց, աղբաման ուղակի չկա։ Սա երրորդ նստարաններն է, որոնք որ մի քանի տարի առնվազն անտերության են մատնվել եւ քայքայվել են։ Այս կարելի է նորմալ մարդավարի խնամեք, շատ փոքրիկ գումարներով, ու այս պատկերը չլիներ։ Ու sense քաղաքը որ դուք չեք սիրում ժողովուրդ, այս պատկերը որ Երևանի տեսնում եմ ես, դա ցույց է տալիս դուք ինչքան չեք սիրում Երևանը։ Ջիմի հարցս նորից Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, դուք հաշտեք այդ մտքի հետ, որ մեր Երևանը, մեր Երևանի կենտրոնը, տուրիստական կենտրոնը այս ձևով լքված, անտեսված, չխնամված ու ծառերի հետ կապված խնդիրները անտեր թողված է։ Ձեր համար սա նորմալ է, իմ հարց ուղիղ ձեզ է Նիկոլ Փաշինյան, եւ բարի եղեք պատասխանեք, ինձ չէ, մեր քաղաքացիներին։